Արսեն Թորոսյան, համեցեք։ Շնորհակալություն, հարցս իրականում ուղղված է ավելի վերաբերում է պետական եկամուտների կոմիտեի ոլորտին եւ պետք է խնդրեմ, որ վարչապետը որոշի ով պատասխանի, միգուցե փոխվարչապետը կամ հենց վարչապետը, հարգելի գործընկերներ, ես վերջի օրերին ահազանգեր եմ ստանում դեղ ներկրողներից պետական եկամուտների կողմից դեղերի վրա փակցվող դրոշմապիտակների դեֆիցիտի վերաբերյալ, որը այսքան տարբեր աղբյուրներից ինֆորմացիայի վրա սկսվել է ավելի շատ հունվարից, բայց վերջի օրերին կարծես թե ահագնացել է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու է այդպես, հաշվի առնելով այն, որ մենք ենք ըստ էության օրենսդրորեն պարտադրել այդ տնտեսվարողներին փակցնել այդ դրոշմապիտակները, որպեսզի հետագծելիություն ունենանք ապրանքների, ինչպես մնացած շատ ապրանքների դեպքում, եւ կարծես թե նաեւ տնտեսվարողները վճարում են այդ դրոշմապիտակների համար։ Եվ եթե մենք չենք տրամադրում, փաստորեն նրանք չեն կարողանալու վաճառել այդ իրենց ներկրած դեղերը եւ այնց ինչ որ անլուծելի իրավիճակ է ստեղծվում եւ եթե կա լուծում, խնդրում եմ ասեք եւ մեկ էլ կան արդյոք լուծումներ, որ հետագայում դա չկրկնվի, այսինքն դա ինչ որ համակարգային խնդիր է, ոնց անենք, որ դա լուծվի։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար, դուք շաբաթ օրը ինձ դրա մասին նամակ եք գրել էլեկտրոնային փոստով, ես նույն օրը վերահասցեագրել եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ նույն օրը ստացել եմ պատասխան, որ երկուշաբթի օրվա դրությամբ այդ հարցը լուծված կլինի, իմ սխալն է եղել, որ ես պատասխանը չեմ վերահասցեագրել ձեզ, բայց լավ առիթ է, ես հիմա գրեց, որ լուծված է հարցը։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, առիթը օգտագործելով դեղատնային գործունեության վերաբերյալ մի հարց էլ անդրադառնամ, մի կարևոր ռեֆորմ ենք անում էլեկտրոնային դեղատոմսերը, գիտեք դրա մասին, էլեկտրոնային դեղատոմսերի ռեֆորմի մասին գիտեք։ Մենք նաև քննարկում ենք կազմակերպել նաև վարչապետի աշխատակազմում մի խնդիր ունենք։ Այն դեղերը, որոնք որ պացիենտները իրենք են գնում դեղատներից իրենց գումարով։ Ըստ էության գրեթե դեղատոմս դուրս չի գրվում բժիշկների կողմից։ Հունվար ամսին դուրս է գրվել ընդամենը 9400 դեղատոմս, հաշվի առնելով, որ մենք ունենք 14000 բժիշկ, այսինքն նույնիսկ մեկ բժիշկ մեկ դեղատոմս դուրս չի գրում։ Բայց պատասխանատվությունը գրում են դեղատները, եւ մենք դեպք ունենք, որ 110 միլիոն դրամից ավել տուգանք է գրվել մի հատ դեղատնային ցանցի վրա առանց դեղատոմսի վաճառքի համար։ Իհարկե իրանք օրենքը ըստ էության խախտել են, բայց եթե մենք նույն տրամաբանությամբ գնանք, բոլոր դեղատները միլիարդավոր դրամների տուգանք կստանան եւ կփակվեն պարզապես։ Ես պարզապես խնդրում եմ, որ լուծումներ գտնենք, պարոն վարչապետ, միասին, եթե հնարավոր է։ Պարոն Թորոսյան, դրանից նախորդ շաբաթ օրը եւ դրանից էլի նախորդ շաբաթ օրը եւ դեկտեմբերի վերջին շաբաթ օրը դեղատնային ցանցերի տնօրենները իրենց ստորագրություններով նամակներ էին գրել ինձ դրա մասին եւ ես այդ նամակը վերահասցեագրել եմ առողջապահության նախարարին եւ աշխատակազմի ղեկավարին, եղել են քննարկումներ եւ մենք արձանագրել ենք, որ կան խնդիրներ։ Բայց սա այն դեպքն է, երբ որ բարեփոխումը հանդիպում է իր խնդրին։ Նման դեպքերում, գիտեք, ես հետևյալը ասեմ, մի ընդհանուր տրամաբանություն։ Կառավարությունը նրա համար է, որ անի բարեփոխումներ։ Այդ բարեփոխումները անխուսափելիորեն գնալու են հանդիպեն իրենց խնդիրներին եւ այդ խնդրի առաջացման պահին առաջին, երկրորդ եւ երրորդ ռեակցիան ընելու է այն, որ գիտեք ինչ, այս բարեփոխումը խնդրեմա եկեք հետաձգենք, չեղարկենք, վերանայենք եւ այլն։ Եվ իմ գնահատմամբ կառավարությունը նրանով է կառավարություն եւ նրանով է շարունակում մնալ կառավարություն, երբ որ ասում եք, գիտեք ինչ ժողովուրդ ջան, հասկանում ենք, որ խնդրեմա, բայց այն հին ձևը, որով աշխատում ենք, ավելի մեծ խնդրեմ է։ Հետևաբար խնդիրները պետք է լուծել առաջ գնալով։ Դրա համար
Այո, դուք ճիշտ եք, մենք եկանք, ես ինչքան հասցրել եմ այդ քննարկումների արձանագրություններին ծանոթանալ, պրոբլեմները ծագում է էլի մի քիչ տենց սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով։ Ես հասկանում եմ, որ դեղատներն կան ասեն, մարդը դեղի կարիքով եկել է, որ բա ոնց չանենք, բայց երբ որ սրա շուրջ փորձ արվում կոմֆորտ ձևավորել, դա էլ ընդունելի չի։ Պետք է մի անգամ զգուշացնեն, հաջորդ անգամ ես հանձնարարել եմ, որ առողջապահության նախարարությունը պետք է արձանագրի, որ բժիշկներն են, որ այդպես են վարվում, իրանց հետ էլ խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, 5 անգամ խնդրենք, 10, 20, 30, 40, 50, 100, 500, բայց 501-րդ անգամ արդեն պետք է միջոց ձեռնարկվի։ Հակառակ դեպքում երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգերը եւ կարգավորումները չեղարկելու տասնյակ պատճառներ կան։